Բարի օր բոլորին, մենք շարունակում ենք մեր առակս ինչ կցուցանե հաղորդաշարը և ես այսօր կպատմեմ ձեզ իմ տատիկի մասին։ Նա դասական իմաստով տատիկ չէր, որովհետև նա երբեք չի թխել մեզ համար կարկանդակներ, նա մեզ չի տարել մանկապարտեզ և պահել է իրան բավականին հեռու մեզանից, ապրում էր իր մեծ կյանքը համարելով, որ նա իր երեխաներին տվել է ամեն ինչ անհրաժեշտ է կյանքի համար և համարելով իր դերը դրանով ավարտված, սակայն ես երևի մի 14-15 տարեկան էի, երբ այնպես ստացվեց, որ մենք մոտավորապես մի 2 ժամ հետը շփվել ենք և նա ինձ տվեց մի քանի խրատներ, որոնք ես անցկացրեցի իմ ամբողջ կյանքում և այդ սկզբունքներով ես ձևավորեցի իմ անձը համարելով, որ առաջերտին նա ինձանից ավելի խելացի կին է և ինձանից ավելի շատ է հասկանում և ճիշտ կլինի մեծին լսեմ և երկրորդը ինչքան ես մեծանում էի, ես հասկանում էի ինչքան ճիշտ էին այդ խոսքերը և այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ խրատներով։ Ասում էր կյանքը ունի 3 կարևոր բաղադրիչ, այն ինչ դու պետք է անես, այսինքն դու պետք է հարգես օրենքները, դու պետք է սիրես քո հայրենիքը և ընտանիքը, դու պետք է հավատարիմ լինես քո խոսքին և խոսքդ միշտ գործ սարքես, դա պարտադիր ի կատար ածելու սկզբունքն է։ Երկրորդը այն ինչ ուզում ես անես, դա ում հետ ես ուզում ամուսնանաս, որտեղ ես ուզում աշխատես, ինչ ես ուզում ուտես և հագնես, ինչ ոճ ես ընտրում մարդկանց հետ շփվելու կամ չշփվելու, սա քո ցանկությունների շարքն է, սակայն ստեղ մի կարևոր հանգամանք կա, մինչև անել այն ինչ որ դու ուզում ես, դու պետք է պատրաստ լինես հետևանքներին, որոնք կարող են բխել քո ցանկությունների իրականացումից հետո։ Եթե դու ուզում ես արագ քշես, անտեսելով օրենքները, դու պետք է պատրաստ լինես առնվազն տուգանվես, իսկ որպես մաքսիմում դա կարող է բերել վթարի, որը կտանի մարդկանց կյանքեր, որը կբերի բանտարկության և այլ, այսինքն դու միշտ պետք է ուզածդ անելուց առաջ հաշվառես քո բոլոր ռիսկերը և հաշվես, պատրաստ ես դու հետևանքներին, թե ոչ։ Եվ երրորդը այն ինչ կարող ես անել, այսինքն այն գործողությունները, որոնք հիմնված են քո գիտելիքների, կյանքի փորձի, հմտությունների, ռեսուրսների, հնարավորությունների վրա։ Եթե դու ուզում ես դառնաս աշխարհի չեմպիոն, դու կարող ես դառնալ աշխարհի չեմպիոն, եթե դու մարզվում ես, եթե դու ունես այդ ֆիզիկական կարգավիճակը, որը քեզ թույլ կտա լինել աշխարհի չեմպիոն, դու խնդիր չունես, պожалуйста։ Եվ ամենակարևորը, երբեք չստանձնես քո վրա այն պատասխանատվությունը, որը չի տեղավորվում քո կարողությունների սահմաններում։ Իմ գոլեգաները կփաստեն, որ երբեք չեմ ամաչում ասել, չէ, ես սա չեմ կարող անել, որովհետև ես հաշվառում եմ իմ հնարավորությունների սահմանները և ֆիքսում եմ, որ ես դա կամ չեմ անի, կամ կանեմ վատ և դրանով կլինեմ խայտառակ։ Այս 3 սկզբունքներն են, որոնց վրա հիմնված է իմ աշխարհընկալումը, իմ գործունեությունը, իմ վարքը և առհասարակ այս սահմաններում է ձևավորվել իմ անձը։ Եվ փորձելով այս սկզբունքը, այս մատրիցան նստացնել, օրինակ Նիկոլ Փաշինյանի վրա, եկեք մի հատ փորձենք վերլուծել նրա համապատասխանելիությունը այս 3 սկզբունքներին։ Առաջինը, նա որպես երկրի վարչապետ
ունի որոշակի պարտադիր կատարման գործողություններ առաջի հերթին հարգել սահմանադրությունը, պահպանել օրենքը, պաշտպանել երկիրը, այսինքն այն բոլոր երթումները, որը նա ստանձնել է իր վրա պաշտոնին անցնելու։ Նա չի կատարել բացարձակապես ոչ մի դրույթը այդ իր պարտավորվածությունների շրջանակներում։ Նա դավաճանել է երկիրը, նա հնարավորինս ձևով, այսինքն ինչքան ուժ ուներ, խախտել է սահմանադրությունը եւ հիմա շարունակում է այն խախտել։ Նա խախտել է բոլոր հնարավոր քրեական, քաղաքացիական, սահմանադրական օրենքները, որոնք գոյություն ունեն, եւ շարունակում է դա անել։ Այսինքն նա խախտել է առաջի սկզբունքը, այն ինչ դու պետք է անես։ Նա անում է այն ինչ ուզում է անել, այսինքն ուզում է խանութ փակի, նա փակում է խանութը, ուզում է Արցախ դավաճանի, նա դավաճանում է Արցախը, նա ուզում է հայհոյի եւ նվաստացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նա դա անում է, նա լրիվ ազատ ձևով եւ ազատ ֆորմատով ընկալում է իրականությունը եւ ծառայեցնելով այդ իրականությունը իր ցանկություններին, բայց արդյոք նա հաշվառել է այն հետևանքները, որոնք բխում են նրա ցանկությունների կատարումից հետո։ Իհարկե ոչ, որովհետև երբ որ 18 թվականին նրան բացատրում էին, որ չի կարելի նման հայտարարություններ անել, չի կարելի նման վարք դրսևորել, որովհետև դրանից հետո հետևելու են այս հետևանքները, եւ հետևանքները շատ արագ հասնում են, որ ասում են չի կարելի աշխատանքից ազատել բանիմաց պրոֆեսիոնալ գեներալներին, որովհետև դու կազմակերպում ես բանակը, նա դա արեց եւ դրա հետևանքով մենք պարտվեցինք պատերազմում, չի կարելի կանգնացնել հանքերի աշխատանքը, որովհետև այդ աշխատանքի վրա հիմնված է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ես ուզում եմ եւ վերջ, դա բերեց արդյունաբերության եւ հետեւաբար տնտեսության փլուզմանը եւ այսպես շարունակ, այսինքն այս ցանկը կարելի է շարունակել անվերջ։ Մենք ունենք հետևանքներ, որոնք բխում են նրա ցանկությունների ցուցակից։ Եվ երրորդը, այն ինչ դու կարող ես անել։ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իր վրա պարտականություններ, որոնք նա ի վիճակի չէր կատարել, չունենալով փորձ, չունենալով գիտելիք, չունենալով պատկերացում ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականությունից, նա սկսեց գործել եւ դրա հետևանքով մենք ունենք այս վիճակը, որը գնալով ավելի սրանալու է եւ ոչ միայն Հայաստանն է տուժում դրանից, հա, դա տուժում է նաեւ ինքը նա, որովհետեւ հաշվի առնելով այն ռեյտինգը, որով նա 18 թվականին եկավ իշխանության եւ այն ռեյտինգը, որը նա ունի այսօր, դա այդ ուղիղ հետևանքն է այն գործողությունները, որոնք նա չէր կարող անել, քանի որ չուներ ռեսուրսակազմ, խոսքը գնում է փորձի, գիտելիքների, հմտությունների մասին, հա, եւ այսօր նրա ռեյտինգը իջել է համարյա 20%-ի, այսինքն 20%-ի շեմն էլ չի հատում։ Եվ տեսեք, որ մի անհայտ կին, որը 1985-86 թվականին շատ կարճ ձևով գծեց իմ եւ իմ քույրերի, եղբայրների ապագան ցույց տալով այն ճանապարհը, որով դու կարող ես գնալ եւ ձևավորվել, կայանալ որպես անձ, ու մի մարդ, որը կարող էր նույն սկզբունքները պահպանելով լինել երկրի հրաշալի ղեկավար, շարունակեր սիրվել հասարակության կողմից ու իմ նմանները, որոնք ի սկզբանե դեմ էին Փաշինյանին, ամոթով մնային, ասեին, մեզ էլ կասեին, տեսնում եք, դուք իրան դեմ ենք, բայց նա հրաշալի պետություն ստեղծեց, բայց ցավոք սրտի իրավիճակը այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը այդ մատրիցային հակառակ գործելով
բերեց մեզ այն կետին, որտեղ որ մենք գտնվում ենք, եւ նա շարունակում է քանդել մեր պետականությունը։ Սա է մեր իրողությունը, բարով մնաք։